բայց կա կարևոր մի բան, որ շատերը չգիտեն։ Ձեզանից շատերը տնային պայմաններում պատրաստում են թխվածքաբլիթներ, կիսաֆաբրիկատներ, ձեռագործ իրեր, գովազդում սոցիալական կայքերում եւ իրականացնում վաճառք։ Սակայն շատերը այդ վաճառքն իրականացնում են առանց որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ գրանցված լինելու, եւ դա հարկային տեսանկյունից դիտարկվում է որպես ապօրինի ձեռնարկատիրություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերը բացառելու նպատակով իրականացնում է մշտադիտարկումներ, որի արդյունքում բացահայտված նմանատիպ դեպքերի համար կիրառվում է ապօրինի ձեռնարկատիրության մասին հոդվածով սահմանված տուգանքը, ըստ որի առաջադրվում է տուգանք այդ գործունեության եկամտի 50%-ի չափով, բայց ոչ պակաս 200,000 դրամը, բայց սա ամենը չէ։ Այս տուգանքներից բացի կարող են կիրառվել այլ տուգանքներ, եթե նույնիսկ չիմացության պատճառով կատարել եք այնպիսի գործունեություն, որը ենթակա է լիցենզավորման կամ հատուկ թույլտվության, օրինակ հանրային սննդի գործունեություն թույլտվության մասով եւ դեղերի կամ սննդային հավելումների վաճառք դեղագործական լիցենզիայի մասով։ Նմանատիպ տուգանքներից խուսափելու լավագույն տարբերակը նախքան ձեռնարկատիրական գործունեությունը սկսելը խորհրդակցելն է մասնագետի հետ։ Դիմեք։